Ողջույն, սիրելի հայրենակիցներ, Արաքս կրթամշակութային կենտրոնի հայկական դպրոցի սաները սկսում են իրենց միջոցառումը նվիրված հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանին։ 2025 թվականը հոբելյանական տարի է պոետի համար, լրացավ նրա ծննդյան 140-ամյակը։ Երբ ասում ենք Վահան Տերյան, առաջին հերթին մեր աչքերի առջև է հառնում աշուն, անձրև, թախիծ ու սեր երգող երգիչը, սակայն երևի թե ոչ բոլորին է հայտնի, որ այդ նուրբ թոքու դերամձնավորությունը քաղաքական մեծ գործիչ էր։ Այս մասին իհարկե ավելի հանգամանորեն միջոցառման ժամանակ կասեն մեր սաները։ Միջոցառմանը կհնչեն բազմաթիվ բանաստեղծություններ, Տերյանի խոսքերով գրված երգեր, միասին կսիրենք, միասին կտխրենք, միասին կլսենք աշնան տերևների շրշյունը, անձրևի հառաչը և գուցե մի պահ կզգանք նաև բանաստեղծի ներկայությունը։ Ես խնդրում եմ հեռախոսների ձայնը իջեցնել, բոլորին մաղթում եմ լավ ժամանակ, մենք սկսում ենք։ Սահուն քայլերով անշմար, որպես քնքուշ մութի թև, մի ստվեր անցավ, ծաղիկ ու կանանչ մեղմիվ շոյերով, իրիկնաժամին թփեր նորորող հովի պես թեթև, մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ջրմակ շորերով, արձակ դաշտերի ամեության մեջ նա մեղ շշնչաց, կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրոք դաշտերին, ծաղիկների մեջ այդ այն ուշ կույսի շշունքը մնաց, և ծաղիկները այդ սուրբ շշունքով իմ սիրտը լսրին։ Ես եմ, դու ես, ես ու դու, գիշերում այս ութական, մենք մենակ ենք, ես ու դու, ես էլ, դու եմ, ես չկամ, չկան օրերը հարկու, չկան ժամ ու ժամանակ, ուրվական ենք մենք երկու, միշտ իրար հետ, միշտ մերակ, մի ուրիշ լույս է ցոլում, տխուր մեզ համար, ես եմ, դու ես, ես ու դու, գիշերում այս ութական, մենք մենակ ենք, ես ու դու, ես էլ, դու եմ, ես չկամ։ Վահան Տերյանը, Վահան Սոքյասի Տեր-Գրիգորյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 8-ին, Նոր Տոմարով հունվարի 28-ին, ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Գանձա գյուղում։ Նա գյուղի քահանա Տեր Սոքյասի 11-րդ զավակն էր։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կարճ ժամանակ ախալքարակում։ Գրական մշակութային գործունեությունը սկսել է Մոսկվայի Լազարյան ջերմանում սովորելու տարիներին։ Ավարտական դասարաններում 1902-1903 թվականներին ընկերների հետ հրատարակում է հույս ձեռագիր թերթը։ Բանաստեղծությունների առաջին ընթերցողների թվում էր հայտնի բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։ 1904 թվականին Տերյանը նրանց ցույց է տալիս մոմլաթե կազմող մի հաստ տեղ, որի վրա դանակի ծայրով փորագրված է «Արյուն»։ Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում, հարցնում է Իսահակյանը։ Սակայն պարզվում է, որ բառը պետք է հակառակ կարդալ։
եւ ստացվում է նյուրը, որը ջերմարանի տեսուչի Դստեր անունն էր, ում համակրում էր պատանի Վահանը։ Հրաշք աղջիկ, գիշերների թագուհի, ճրագայթով քո աչքերով դու եկար, ոսկեբոցով լցիր հոգին իմ տկար, հրաշք աղջիկ, ցնորքների դիցուի, գախարդ լուսնի հրապրող շողի պես, դու շտացիր գուրգուրանքով սեթևեց, ասաց սիրտս շղթայացիր արհավետ, հրաշք աղջիկ, դու միշտ հաղթող ու միշտ ես, դու մի ցավոտ հիացունի եր գիտես, քո ժպիտում գախորորդի մի փայլան, քո աչքերում կա մի անանց ծնալան, դու չմեռնող մի վայրքի խոսքի։ Արդյոք հիշում ես, անտար է, առու, Եթյատի պես է, երազի նման, խաղաղ երեկոն խոսում էր անձայն, արդյոք հիշում ես, հեռու է, հեռու, արդյոք հիշում ես, երկիրը պայծառ, ժպտում էր սիրով հավիտենական, գարունն էր երկում ձայնով դուկական, արդյոք հիշում ես, առու էր, անտար, արդյոք հիշում ես, գիշեր էր դարու, Եթյատի պես է, անտարն է, առու, արդյոք հիշում ես, հեռու է, հեռու, կյանք, տխուր հովիտ հավիճան լալու։ թվականին ավարտելով ճեմարանը, Տերյան ընդունում է Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի բաժինը։ Այդ տարիներին հրապարակում է մթնշաղի անուններ ժողովածուի բանաստեղծությունների մեծ մասը։ Ծանոթանալով ժողովածուի բանաստեղծություններին, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը բացականչում է. Դուք մեծագույն բանաստեղծ եք, եւ դա ամենագլխավորն է։ Դուք խոսքի հետ չեք խաղում։ Ես ուրախությամբ եմ ողջունում ձեր մուտքը դրականության ասպարեզ։ Բարով եկաք։ Սա շատ գեղեցիկ եւ նոր խոսք է մեր լիրիկայի մեջ։ Լեզուն մաքուր, զտված եւ արծաթե զանգի պես հնչում։ Ավետիք Իսահակյանը հիշում է, թե ինչպես Վահան Տերյանը Թիֆլիսում ընթերցեց իր բանաստեղծությունների ժողովածուն։ Տերյանը տետրակը չավարտած ես մի անգամ ուրախությամբ գոչեցի. «Կեցցես, Վանիկ ջան, հրաշալի, գեղեցիկ լիրիկա էր»։ Նիհիրում Տերյանի աչքերը փայլատակեցին ուրախությունից։ Թումանյանն էլ շատ հավանեց. «Ձեր երկուսի կարծիքը անչափ կարևոր է ինձ համար։ Քննադատություններից այլևս վախ չունեմ», ի պատասխան ասում է Վահան Տերյանը։ Նա ուներ խորոն երկնագույն աչքեր, քնքուշ դրտում որպես երկուն։ Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, որ աղոթքի պես ապրեց մոխում։ Նրա ժպիտը մեղմ ու դողդոջ, որպես լուսնիկի ժպիտը տխուր։ Նա չուներ խոսող խշանք կնոջ, նա մոտենում էր որպես քաղցր քույր։ Իմ ուշերի մեջ ամենից պայծառ, իմ լքված սրտի մաքուր անգրվան։ Քույրին, դու չկաս, քույրին, դու մեռար, ու քեզ հետ հոգուս լուսերը մեռան։ Ապրելուց քաս եղնել քեզ համար, որ դու կաս և լինել հերո, երկրպագել քեզ արած սիրվելով, երազել միշտ քեզ լինել օտար, ստիպվել ամեն տեղ, ուղղեն հոգին կարող է թռիչքով չափել, անանց կարոտում անվերջ տարապել և լինել քեզնից բաժանված հավետ, ու գերեզմանում սև հողերի տակ սկալ որ անցար և քեզ չկանչել, ու ոչ մի հուշով սիրտը չտանջել ու չխրովել բերկրանքը թստակ։ Հերու ես, անխաս, իմ լուսե երազ, բայց քեզ է սիրտս փայթոյում թաքում, թրված է լույսդ շուրջս և վրաս, անուն աշխարում և իմ հես հոգում, քո հերու երկրի ուղին չգիտեմ,
գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ, աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, հրամայել եմ, որ վրաս իշխես, և քաղցրել լինել քո կամքի գերին, քո չարությունը բարիք համարել, կրծքաբաց ելնել, անդեմ քո սրին, և այդ մահաբեր ձեռք հանդուրել։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։ Մթնշաղի անուրջները ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից։ Մի կարճ ժամանակամիջոցում Տերյան ունեցավ հետևորդներին մի մեծ բազմություն, իսկ երկրպագուներին թիվ չկար։ Պահ հիմա մոռացվեցին մեր բոլոր բանաստեղծները։ Ամենուրեք երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխը։ Օդը լիքն էր Տերյանով։ Երիտասարդության նյութը ամենուրեք նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց մթնշաղի անուրջները։ Մթնշաղի անուրջներ ասելով Ստեփան Զորյանը ի նկատի ունի նաև հետևյալը. «Եվ որքան ազնիվ է, ասել Զորյանը, պահը մոռացվեցին մեր մյուս բոլոր բանաստեղծները ու որքան ճշմարիտ են։ Իրոք, Տերյանը կարող էր մոռացման տալ մյուսներին, քանի որ նա պոետ էր բառի ամենաիսկական իմաստով»։ 1916-ին իր հոդվածներից մեկում Վահան Տերյանը համարձակորեն հայտարարում է. «Մեր գրականությունը սկզբից մինչև մեր օրերը գավառական, կիսագյուղական գրականություն է եղել»։ Հայտարարել է և իր գրականությամբ աշխարհին ներկայացրել որպես ազգային մտածողությամբ, բայց եվրոպական ճաշակով ու համամարտկային իշխանությամբ պոետ։ Ես սիրում եմ մտնաշաղը նրբակետ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, երբ ամեն ինչ խորհրդավոր ու հոգում, ծնարում է կապուտմութի աշխարհում, չի կա ոչ մի սահման դնող պայծառ շող, աղմուկի բեր, մարդկային դեմք, սիրտ մաշող, հիվանդ սիրտը չի տրտնջում, չի ցավում, որպես երազ մոռացում մի անձավում, և թվում է, որ անձանեզ է ամեն ինչ, որ ողջ կյանքը մի անսահման քաղցր մինչ։ Քնքշագին ծաղկան ցրեղեն բույրով ժպտում են նորից անտառ ձորակ, և հեղեղները խոսում սառնորակ ողջունում են ինձ զվարճ ծիծաղով։ Զուգվել են նորից դաշտ, անտառ ու լեռ, գարուն, ամեն տեղ նոր սեր ես վառել, իմ սրտում էլ ես թևերդ փռել, իմ հոգում էլ ես արարել նոր սեր, և ահա կրկին զվարճ ու ջահել, դուրս ելա տխուր մենության բանտից, պայծառ աչքերդ ողջունում են ինձ, և ես չեմ կարող իմ ճիչը զսպել, բացել ես իմ դեմ լուսեղեն հեռում, ծաղկել ես սարում, անտառում, ձորում, ուրիշ երգեր են հնչում իմ սրտում, ողջույն քեզ արև, ողջույն քեզ գարուն։ Գարունը այնքան ծաղիկ է բարեն, գարունը այնպես պայծառ է կրկին, ուզում է մեկին քնքշորեն սիրել, ուզում է մանուշ պայքարել մեկին, այպես կգվող է երեկոնանով, ցայտները այպես նազրով են պատմում, շուրջս վառված է մի անուշ տակնով, մի նոր ուզում է սիրտս մրրկում, անտես զանգերի կարկաշն եմ լսում, իմ բացված սրտում հնչում է մի երգ, կարծես թե մեկը քեզ է երևում, կարծես կանչում է ինձ քնքուշ մի ձեռք։ Խաղա
խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուշ քեզ երբեք սիրտս չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուշ իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուշ քեզ երբեք սիրտս չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուշ տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո պատկերը անեղծ կպահեն օրերում անհաստատ ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո պատկերը անեղծ կպահեն օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք, և բեկում, և թախից Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ Անունը թող փարոս լինի ինձ Մութ կյանքի և դառը մահուն է Եվ տանջանք, և բեկում, և թախից Սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ Աշխում է անձրև, ստվերներն անձև, դողում են դանդաղ, պաղ, միապաղաղ անձրև ու անձրև, սիրտս տանջում է ինչ-որ ամուրախ անհանգստություն, սպասիր, լսիր, ես չեմ կամենում անցած հույսերից, անցած ուզերից տարաբել կրկին, նայիր, ախ նայիր, ցավում է նորից հիվանդ հոգին, անձրև աշխում, ինչու ես հիշում, հեռացած ընկեր, մոռացած ընկեր, ինչու ես հիշում, դու այնտեղ էր, այն աղմուկահեր կյանքին բշուշում, դու կյանքն ես տեսնել, դու կյանքն ես հիշում, ոսկի տեսիլներ, ամրուքների լույս, ես ցուրտ բշուշում, իմ հոգու համար չկա շալույս, անձրև աշխում,
ոչ տրտուր, ոչ մրմուր սգավոր, հեռացիր, հորացիր ինձ հեռը, իմ ուղի միշտ մթին մենավոր, կգնամ իմ տաշկան ցավի հետ, իմ ճամփա ախանջան մի գիշեր, իմ շոյով ոչ մի շողջ հիշով, հեռացիր, հորացիր, մի իշիր, ինձ այդպես, քրոջ պես, մի գթա, հուսաբեք, մութում եք թող լինի, իմ վերև առիվ թող չշողա, լուկ երկուք, լուկ արցունք թող լինի, ինձ այդպես, քրոջ պես, մի գթա, Մորանալ, ամեն ինչ մորանալ, չսիրել, չխորել, չափսոսալ հեռանալ, այս տանջով, այս ճշշով ցավի մեջ, գիշերում այս անշով, արդյոք կա իրիկվար, մոռացման ոսկեշով, մի վարկեր ամենից հեռանալ, ամեն ինչ մորանալ, խավարում ցավերում, քայլել մեր միայն, մորանալ, ամեն ինչ մորանալ, չսիրել, չտենչալ, չկանչել հեռանալ։ Մոսկվա 17 համարի տրամվայ Տերյանի հայաց
պատուհանի մոտ կանգնած աղջկան։ Տերյան այնքան մոտեցավ նրան, որ տրամվայի ամեն մի ցնցումից աղջկա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, եւ նա շոշափելիորեն զգում էր դրանց բույրն ու հատկությունը։ Հաջորդ կանգառը հայկական եկեղեցի, լսվեց Տոմսավաճարի անկիրք ձայնը։ Երկուսով մտան եկեղեցու բակ։ Պարզվեց, որ աղջիկը հայ է, անունը Անթարամ, եւ որ գործարանատեր մնացական Միսկալյանի դուստրն է, որը Մոսկվա է եկել եւ որն այցելելու։ Պարզվեց նաեւ, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերներից է։ Նրանց միջև մի ամբորսալի նոր բռնկվող հրդեհի առաջին տարտան կրակն էր ծնվում։ Հենց ուզեցի Անձիային առաջարկություն անել, մեկնեց, գրում է Տերյանը։ Անձինկա։ Սրանից հետո պոետը այսպիսի հավաքշական խոսքերով կդիմի իր սիրելի Անթարամին։ Սկսվում է նամակագրությունը։ Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել, երևի սխալ եմ անում անկեղծանալով։ Տարօրինակ է, միթե մարդու անհատական սեփականությունն անկեղծությունը չէ։ Կարծում եմ, մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու եւ գնահատելու համար։ Երեկ ես քնեցի տրտմության եւ դժգոհության զգացումով։ Արթնացա կարդալու համար ձեր նամակը եւ ուրախ դիմավորեցի օրը։ Վահան, ո՞րն է ձեր տրտմության պատճառը։ Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը, բայց զարնությունները մեծ մասամբ առաջանում են անհնապատասխանությունից, որ գոյություն ունի իմ անկումների եւ իմ կյանքի հանգամանքների միջև։ Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ ձեզ այս բառի լավագույն իմաստով։ Ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը մարդու նկատմամբ։ Նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել ֆիզիկական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորհուրդ լինում։ Գտայս են կյանքում խավար, իմ սիրո լույսն էր պատկեր դվար, քաղցր պատրանք է, խափող ժպիտ, կարոտիս երգն էր պայծառ հոգիտ, սրտիս երազն էր թովիչ լեզուտ, կյանքը հեքիաթ է աշխարհը սուտ։ Դու խուր թևերը, այնձայն կփրեց, կղրկես հողը կանացին ազով, երկքում անուրջ ասեր կվարեց, կլցնես հոգիս անուշ երազով, սուրտ սերեկների ցավության դժգոհ, սիրտս կարոտ է քո նվակների, դու ինչ չես սատում, քնքուշ երեկով, անուշ երեկով, մեկ ու մտերիվ, կնստեմ անվերջ, կնստեմ մենակ, դու կքարվես ուսկերով ճգուս, քնքուշ կլկվես, հույս ու իշատար, կպարզես կրմի, ծոքը կմակում։
Ոգեկին հեքիաթով կդութես, լուսերս կցրես նորախուղը իմ հոգու, ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու, կփարվես մեղմորեն, կփրես, կվարես անթարան, կուսական աշխարհիդ դանքներ անցալոտ, կնստենք իրար մոտ և հեռու կլինի, առօրյան միաձայն ու ողորկ։ Ձեռք տախիցը իմ սրտից, մոտ հողերը իմ հոգուց կգրնան, կուսական աշխարհիդ դանքներ անցալոտ, կնստենք իրար մոտ և հեռու կլինի, առօրյան միաձայն ու ողորկ։ Ձեռք տախիցը իմ սրտից, մոտ հողերը իմ հոգուց կգրնան, լույսի դեմ կցրվեն ստվերները մնան,
Տարապանքը քեզ հետ քաղցրխուր և խոսքերը փորփուր կդառնան, կհագնեն ուրիշ փայլ, մտագին գիշերում, աշխարհում մթանած խավարում, կվարենք չմեռնող, չմարող կրակը մեր հոգու, մեր ողջույնը սիրով կնկնենք և մարդկանց, և երկրի, և թերով, ես ու դու։ Անթարամին գրած նամակից 2 ամիս անց հայտնվում է մի նոր հետադարձ հասցեր։ Մոսկվա, Տրոխտրուտնի նրբանցք, բնակարան 19, Սուսաննա Պախալովայի։ Սուսաննա Պախալովա, այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը և կտրուկ ու անդառնալիորեն փոխեց նրա կյանքը։ Գերազանց տիրապետում էր կանացի հնարքներին և այնպիսի հմտությամբ մտավ Տերյանի և Անթարամի հարաբերությունների մեջ, որ մարդկային հոգևոր սերը բարձր գնահատող, ֆիզիկականից բարձր գնահատող տղամարդը անգամ դա չնկատեց։ Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Տերյանի հետ ամուսնանալու համար, նույնիսկ ստեց, իբր երեխայի է սպասում։ Եվ Տերյանը չկարողացավ մերժել, ստիպված եղավ ամուսնանալ։ Դա 1911 թվականի փետրվարն էր, մինչդեռ նրանց առաջին երեխան ծնվեց 5 տարի հետո միայն, որը դժբախտաբար մահացավ։ Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չի կարող իրեն թռիչք պարգևել և որ Անթարամի կարոտը խեղդում էր նրան։ Նա առաջարկեց կնոջը իր հետ մեկնել Մոսկվա, բայց կինը չհամաձայնեց, նա հոգնել էր, նա հյուծվել էր, երեխայի մահը վերջնականապես կոտրել էր նրան։ Բացի այդ, Սուսաննան հիվանդ էր թոքախտով, ինչով էլ վարակվում է բանաստեղծը։ Աչքերդեմ իմ աչքերը դու, կապ հոգում էր, անթապանց ունում, կոմոտ հայացքում կա մի կնքոսով, կեզ միշտ հացնող մի նոր բար, թակ են կոսրտի հերուներ են դեմ, հավետ կեզ կապած, կեզ օտար են ես, երբ հեր խնդությամբ պայպայում եմ կեզ, և սիրում եմ կեզ, և չգիտեմ կեզ, թակ են կոսրտի հերուներ են դեմ, աչքերդեմ իմ աչքերը դու, և կեզ միշտ հացնող մի նոր բար, ով ես, բնավ չգիտեմ։ Մի օր առհավետ կյանքս կանցեմ, ու գոնախույսի քայլերով տարտար, կգտնեմ ուղին հեռավոր քո տան, և թույլ ձեռքերով դուռը կտեծեմ։ Տխուր կժպտաս դու հոգնածորեն, և հոգնածորեն դուռդ կբանաս, սրտիս մի ցավը անխոց կիմանաս և արդյունքները հանդարտ կծորեն, և գթությունը քո քրոջական, սիրտդ կլցնե խնդրության լույսով, քո սուրբ ծնկները կգրկեն հուսով, և կհետեկան, և կհետեկան։ Ես գիտեմ նման, ամենքի նման, մի սովորական աղջիկ էր դու։ Ես եմ միշներ փայլող ուսական, կոշպատկերը քո, կյանքի և հոգու։ Ես էլ ես վետ դրությամբ սիրում, քո ոգիք սրտի, դադար կհանգույն։ Ու սովորել իմ ուզիրեևում, չինչին օրերիք մանրհող կյանքում։ Ու գիտեմ նման, մի սովորական աղջիկ էր դու, նման ամենքին։ Իրան ինչ է, բյուրը բյուրանքան, որ կույր ու անգետ լինեի կրկին։ Աշնանը շշում, շշուկ ու շշում, բարդիներ ծեն բաց պատեղոնի տակ,
որ դարձյալ թափիցով հուշում կանչում ես նորից կարոտով անտես ու հուշից իմ շուրջը շրջում և շշնջում ես և անում շրջում պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում ու գաղտնի սիրով սիրում եմ հիշում ամպերը ջերմակ երամով անշան թրջունների պես ու սեղեն երազ դու ես որ դարձյալ ժպտացիր անձայն քո հեռահարվից անհայտ ու անհաս ջրերն են անվերջ միգում հեկեկում իմ սիրտն է լալիս կարոտով անհուն թվում է որ դու տխրությամբ անքում ինձ ես որորում ամոթ աշխարհում և ժպտում ես ինձ ակնարկում քնքուշ ու գաղտնի սիրով սիրում ու հիշում և շշնջում ես և շշում անուշ անտես ու հուշի իմ շուրջը շրջում Ինչ ես սիրում, ուրիշին է սիրում դու, երբ որ զոր ես շշին, գոզեն տանշակում հոգում, դու անցում ես ամենոր, ասում ինչ ես նկատում, և դարձել եմ ես սրում, համախնանքին անհատներ։ Ես onlar ամենական գլուխ եմ տալիս հոնում, բայց ես աղբատնական այնքան դժվար կեզ անում, ամունքին ես, իմը ես, ամունքին ես սիրում դու, ահ, ոսկում եմ դու կեզ, անհաս Սովակին հոգում։ Մենք բաժանված ենք օրերի հուշին, դեռ չի աղոտել քո դեմքը գունատ, բայց ես օտար եմ արդեն այն հուշին, որ վեհեր կյանք ու բախտը ժուատ։ Սառն աչքերով եմ նայում ես հեռվում, մեռած օրերիս ցնորք եմ հիմա, ուրիշս լսած մի երգ է թվում, որ թև քաղցր է, բայց իմը չենա։ Մենք մնաց բարով չասենք իրարու, ինչ կարիք իզուր, տանջել ու տանջվել, մեզ կյանքը նետեց իրարից հեռու, և մենք չուզեցինք, մեկ ու կանչել։ Էր ոչ մի կանչի ես դայն չեմ տալիս, ու էտեղ հանգարց խոսքերը թնչեն, եթե տեսնեմ քեզ վերադառնալիս, քեզ ինչպես կանչեմ, ես այն չեմ։ Բանաստեղծը մնում է մենակ ու մոլորված, և հոգեկան ու ֆիզիկական այդ ծանր հանգամանքներում հայտնվում է նա, Անահիտը։ Անահիտ Շահինջանյան, Դերբեթի և Թիֆլիսի օրորդած, գիմնազիաներն ավարտած, Մոսկվայի կոնսերվատորիում ուսուցած այս կինը կիսում է Տերյանի գաղափարները, հայացքներ և չնայած այն հանգամանքին, որ գիտեր բանաստեղծի ծանր ու անբուժելի հիվանդության մասին, ամուսնանում է նրա հետ և մնում նրա կողքին մինչև պոետի մահ։ Արդյոք ուր ես դու, ախ արդյոք դու հոր ճանապարհների հեռու ես մաշնում, երջանիկ ես, թվի, մնավոր, անդարձ օրերի դարում ես հիշում, արդյոք քո սրտին ինչ հույս է փայլում, որ հողն է գքվում փայլերը փափուկ, որ ջուրն է արդյոք լուրլուս հայում, մեր մոտ հաղորդում, դեմք է խուսարում, արդյոք խաղաղ է սիրտը փոթորկոտ, արդյոք անցել է լույսերին առած, չեմ խուժում սիրտը, իմ սիրո կարոտ, իմ անդարձ երաս, իմ քոնքուր սիրած։ Հասկահամված եկար, ունիրասքով, տխուրաչա աշում, սիրած աշում, տերևների դանդաղ թափվող ոսկով, մետաքսներով քնշաշշում, նայվածքներով խորին եկարներով, եկար կրկին երով, խորհրդավոր, եկար հուշի, անչար ավաղներով, օրորներով, ամեն օրով, քո
Արավի հատնակ և քո երկին, և շշումի թափով և բեկումի ողջուն, օ հարազատ, սիրած, երկար կրկին, իմ քնքշագին աշուն։ Նորից անձրև, մշուշ, թախից անհուր տխրանք է, աշեն քեզ ինչ քնքշության, ինչ խոսքերով եթին քեզ, քո մշուշը, քո ոսկի տերևները հողմահար, ջութակը քո մեղմ խոսքի, արցունքները քո գոհար, հարազատ են հոգում, վհատության իմ խոնար, և թփերը դողդողջում և խոտերը գետնահար, և քո երգը թախծալի իմ սրտի երգն է կարծես, աշուն, քաղցր ու բաղձալի, ինչ խոսքերով երգեմ քեզ։ Սիմվոլիստական գրականության ավանդներով ստեղծագործող Տերյանի գործերը բարձր գնահատվելով հանդերձ համարվել է վերացական հայ իրականությունից և ազգային թեմաներից կտրված, սակայն եթե մթնշաղի անուրջներ, փշեպսակ, գիշեր ու հուշեր, ոսկե հեքիաթ, կատվի դրախտ, վերադարձ շարքերը կարելի է այդպես ընկալել, ապա երկիրն այլ շարքով բանաստեղծը պատասխանում է բոլոր քննադատներին, ցույց տալով իր պոեզիայի թեմատիկ բազմազանությունը, հայ մարդու, պոետի մտահոգությունները հայ ժողովրդի ճակատագրի, իրականության բազմազան խնդիրների վերաբերյալ։ Այնպես անխինդ եմ ու նման լացին, երկերին երկրի, այնպես տխրագին, մեզ չի հասկանալ տար երկրացին, մեզ չի հասկանալ սավնոտարուհին, այն մելամաղձիկ, լացող, միալար, ելևեջները ներդաշնակ այնպես, և հարազատ եմ սրտին մեր մոլար, հոգում մեր բեկված, ավերված, հրկես, տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ, և թուղ դեմքերն այն տխրության սովոր, իմ ժողովուրդը անել վշտի մեջ, երկիրն իմ անբախտ և աղետավոր, թող հնչե երգն այդ դառն ու ցավագին, երգը հայրենի ցավագար ու հին, մեզ չի հասկանա օտար երկրացին, մեզ չի հասկանա սաղն օտարուհին։ Դու հպարտ չես, իմ հայրենիք, տրտում ես դու և իմաստում, հիզում է քեզ մի հունկրի, մի հնայով ու մի խոստում, և միթե այդ վշտիդ համար չեմ սիրում քեզ այդպես քնքուշ, և թոնարվում քեզ պես համար, օ հայրենիք, դառնում անուշ, չշլացա խնդում պարքի, անցյալուհի փալով երբեք, սրեցի հեզ, անքեն հոգի, և երկերդ մեր ու բերբեք, խղճությունդ, խավար, ուլու, աղետքներդ դարն ու ցավոք, զանգակներդ զարկ է բխում, և ուղերի լուսերն առուտ։ 1911 թվականին Թիֆլիսի երաժշտական ընկերության դահլիճում Տերյանը հանդես է գալիս հայ գրականության գալիք օրը դասախոսությամբ և շուտով մշակթերթում լույս ընծայում հոգևոր Հայաստան հոդվածը, ուր բարձրաձայնում է ժամանակի հայ մտավորականությանը հուզող և մինչև օրս էլ շատ արդիական հայոց կյանքի, գրականության, մշակույթի զարգացման և ժողովրդի ճակատագրի
կարևորագույն խնդիրները։ Համաշխարհային պատերազմ, հայոց եղեռ, հեղափոխություն, գաղթականներ։ Այս ծանր տարիներին այս ողբերգական իրադարձություններն ավելի են հյուծում Տերյանին, ավելի են խորացնում նրա թոքախտը, ընտանիքի ծանր կորուստը ևս։ Ցավում է կուրծքս, հազում եմ և շատ թույլ եմ ինձ զգում։ Չկարծես, թե հիվանդացել եմ բանաստեղծական հիվանդությամբ, ոչ, դեռ ոչ։ Բժշկի ասելով առայժմ դեռ վտանգ չկա, բայց եթե միջոցներ ձեռք չառնեմ, վտանգավոր կդառնա հիվանդությունս։ Ինքն դժբախտություն էր պատահեց։ Սուսաննան օրեր առաջ աղջիկ ունեցավ, որը տարաբախտաբար վախճանվեց։ Գրում է Նվար Թումանյանին, Հովհաննես Թումանյանի աղջկան ուղղված նամակում 1918 թվականին։ Նույնիսկ առողջական ծանր վիճակում Տերյանը շարունակում է իր հասարակական քաղաքական գործունեությունը։ Դեռևս 1916 թվականին Կովկասում կիսատ թողնելով բուժումը մեկնում է Պետերբուրգ, այնուհետև Մոսկվա, ուր զբաղվում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայ ժողովրդի հարցերով։ Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին աշխարհի հրաշքների վրա։ Չպետք է կերակրենք մեզ այն հավատով, որ արտաքին մի փոփոխություն, մի նյութական ձեռք մեզ ազգ կդարձնի։ Չպետք է կամենանք մեր հույսը նյութական Հայաստանի գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք և աշխատենք հոգևոր Հայաստանի համար։ 100 տարի առաջ գրված այս հոդվածը նաև մեր օրերի մասին է։ Մարգարեի նման բանաստեղծը մատնանշում է բոլոր փակուղիները և բացահայտում ճիշտ ճանապարհները։ Մեր երկիրը ավերակների մի երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, նոր կյանքի կոչել։ Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար պիտի ջերմ սեր ունենանք, որպեսզի անձնվիրություն ունենանք, որպեսզի բուռն հոգևորություն կարողանանք ներդնել։ Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր հոգևոր Հայաստանը։ Եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար։ Նա չի կենդանանա։ Նա հոգով կարող է միայն կենդանի լինել։ Նախազգուշացրել է բոլորի բանաստեղծը։ Շուշի միջից տեսիլ դութական, բացվում է կրկին նայելի թրտում, որ երկի սրտում թալից կայնքան, և այնքաններ որ երկի սրտում, որտեղ են քարերն այնպես վերապարծ, ձերների նման պարզված երկնքին, որտեղ լավոտն այնպես վեհ ու պարզ, և զոհաբերն այնպես խնդագին, որտեղ է խոցում այնպես չար ու խոր, սիրտը մարդկային դաշույն ինքնով, որտեղ է հոգիդ այդպես վերավոր, և անպարտ երկիր այնպես այլոնոտ։ Սիրում եմ հայրենիքս, և այն էլ արտասովոր սիրում։ Լերմոնտովի այս տողերն են տրված որպես բնաբան երկիր նայելի շարքի համար։ Սիմվոլիզմից վերադարձը իրական կյանք պայմանավորված էր ժամանակաշրջանով, պատմական իրադարձություններով։ Բանաստեղծություններն այնպես են զետեղված, որ կարծում են մի ամբողջություն են։ Առաջին բանաստեղծությունում Տերյանն իրեն համեմատում է Ոդիսևսի հետ, որ հեռու է հայրենիքից, և անցնելով բազմաթիվ փորձություններով երազում է վերադառնալ հայրենի տուն։ Սակայն ինչ է նրան սպասվում այնտեղ։ Ավերված ու մռայլ երկիր ու մղձավանջային իրականություն։ Որդին, որպես ուլիսվի, թողած և հող, և տուն, անցածովեր ու ցամաքներ ես, ամեն տեղոտար և անխնդում, ու հոգնած քայլերով ահակրկին, վերադառնում եմ հայրենի հող, դեպի քարեր դազնի բուհին, ու խրճիթները տահով նիրով։
նվագով անուշ քանի սիրեն, կանչում էին զուգախարդում, բայց սիրտս մաքուր, որպես ցորեն, պահեց անունը դուշտում արդում։ Ցուրտ հեռուներում անլրելի, կրկեսների մեջ սրտով մոլոր, երազում է քո սիրելի, և մեղ երկեր էր որպես օրոր։ Ու կարոտակեզ ահագրկին, վերադառնում եմ, որ արհավետ, ու կնդիր լինեմ քո հին երկին, և լամ անուշ քո երկի հետ։ Վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկի, մահն է արդյոք թե նին ու քեզ պատել պայծառնայրի, վտարանդի երկրում աղոտ լուսեղ քեզ եմ երազում, և հնչում եմ որպես աղոտ կարգայական քորեզում, հնչում եմ միշտ խոր ու պայծառ, և կոցում էր և այրում, արդյոք ոնց եմ վարդերն եմ վար, թե վերքերն իմ հրավրում, ահով ահա կանչում եմ քեզ, ցոլա, ցնորքն այրի, միթե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկի։ Կարծես թե դարձել են ես տուն, բոլորն առաջվանն է կրկին, նորից դու հին տեղը նստում, շարժում ես իլիկը մերին, մանում ու հեքիաթ ես ասում, մանում ես անվերջ ու արագ, սիրում եմ պարսկա քո լեզուն, ձեռներդ մաշված ու բարակ, նայում եմ մինչև առանձար, գլուխս ծնկիտ է թեքվում, նորից ես մանուկ եմ այսօր, դրախտ է նորից իմ հողում, նայում եմ մինչև առանձար, գլուխս ծնկիտ է թեքվում, նորից ես մանուկ եմ այսօր, դրախտ է նորից իմ հողում, Կետից բարձրանում է մշուշ, հեքիաթը տան վերջ օրորում, իլիկըտ խոսում է անուշ, կարծես թե դարձել են ես տուն, բոլոր առաջվան է կրկին, նորից դու իմ տեղը նստում, շարժում ես իլիկը մերին, նայում է մինչև առանձար,
Թվում է վերջ, չկա հուսահատության, ցավին ու տառապանքին, բայց բանաստեղծը իր մեջ ուժ է գտնում ոտքի կանգնելու եւ պայքարի կոչելու ժողովրդին, որովհետեւ մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել, չի մեռնի երբեք։ Երկնասլաց ու թեթև, նրբակապույց ծածկացում էր, դուրեշտակ լուսաթև, նյութեղեն չես դու երբեք, հայոց անոտ աշխարի, հոգին ես դու անարատ, հուրը հարթ ու հրարի, սեկճակատիտ արարատ, և ավերվող մեր սրտում, երան, անմար ու արատ, դու պահապան մշտարտում, լուսակատար արարատ։ Չեմ տեսել քեզ, բայց որպես անուշ ցնորդ իմ հոգում, բայց արես դու հրակես, հրապսակ ու կանգում, արդար դրոշ հայության, սիրասեղան հրարատ, դու իմ երկիր հայություն, անխապ վկա արարատ, որքան մնանք հետնկում, որքան խավար միշտի խոր, ծիանավոր մեր հոգում, դու պահապան զորավոր։ Որպես երազ լուսեղեն, ձյունապատյար ու շողում, դու անխորտակ ապավեն, հրաճարակ մեր հոգում, կանգնիր, անկյալ ժողովուրդ, և հավատա, և տոկա, կա քո վշտում, վեր հորորդ, և խաչվածին մարդ չկա, պարզվիր, պայծառ դեպի վեր, ցոլահերով անարատ, երկրից մոխիր ու ավեր, դու անմար սիրտ արարատ։ Քեզ կմնա միշտ օտար, նեիրական իմ հոգին, և թաթվիցն ես անդադար, և տրտուն ջհին։ Ոչ քարերը դարավոր, ոչ գրեր նավեր, չեն պատմի քեզ վիշտը խոր, և երկուն խմեր։ Ուսանգերն ես մալագին, մեռնող իմ երկրում, չեն խուզելու քո հոգին տխրությամբ հանթում, և խնջույքում հրոհին, երբ խնդա կարմիր, չես գա, որ մեր գինի, մեր արյունն է դա։ Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերի, մեր երկիրն ավերված, բայց սուրբ է և հին, որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, այնպես նոր չեր մեզ համար դավ ու դառնություն։ Բաբելոնն է եղել մեր ախոյանը պես, անհետ կորել անցել է չար մշուշի պես, ասորիքն է եղել մեր թշնամին ահա, դաշտ է տեղը ու չկա քարքարի վրա։ Ամրագուռ է մեր ոգին դարերի զավակ, շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ, շատ է տեսել երկիրն իմ ցավ ու ահրավիրք, լաց այնտեղ ամեն երկ, և ողբ ամեն գիրք, գերված ենք մենք, ոչ ստրուկ, գերված արծիվ, չարի դեմ միշտ վեհասիրտ, բարուդը չարի դեմ ազնիվ, բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքներ կմնա հավետ։
Մոսկվայում Տերյանը զբաղեցնում էր կարևոր պաշտոն։ Նրա աշխատասենյակը գտնվում էր Լենինի աշխատասենյակի հարևանությամբ, իսկ անմիջական ղեկավարը Ստալինն էր։ Բանաստեղծը զբաղվում էր Արևմտյան Հայաստանի հարցով։ Քանի անգամ նա բարձր բեմերից հնչեցրել է այս մասին, քանի անգամ վիճել է Ստալինի հետ, բայց ամեն անգամ խորհրդային իշխանավորները հետաձգում էին հարցի լուծումը, հասկանալով, որ դա չի բխում գերտերությունների շահերից։ Ի վերջո, զգալով վտանգ Տերյանի կողմից, նրան քաղաքականության ասպարեզից հեռացնելու պատրվակով կազմակերպում են նրա գաղտնի գործուղումը Տաշկենտ, համոզված լինելով, որ հիվանդ բանաստեղծը այնտեղից այլևս չի վերադառնա։ Այս ճամփորդությանը Տերյանին ուղեկցում էր կինը, Անահիտ Շահինջանյանը, որն արդեն երեխայի էր սպասում։ Գնացքում բանաստեղծի վիճակը կտրուկ պատանում է։ Կինն առաջարկում է կանգ առնել Օրենբուրգում իրենց ծանոթներից մեկի տանը։ Տերյանը համաձայնում է։ Ինչ ուզում ես արա, միայն փրկիր ինձ մահից։ Անահիտը հիշում է։ Օրենբուրգ հասանք սահնակով։ Վաղանի վիճակը շատ վատ էր, բայց տնային ջերմ պայմանները մթնոլորտը կարծես վերակենդանացրին նրան, և արդեն մինչև ուշ երեկո թեյի սեղանի շուրջ նստած մենք աշխուժ զրուցում էինք։ Դեկտեմբերի 21-ին առավոտից մինչև երեկո լավ էր զգում իրեն։ Սենյակում դաշնամուր կար, ստիպեց ամբողջ օրը նվագել, իսկ ահա հաջորդ օրը դեկտեմբերի 22-ին ընկավ անկողին ու այլևս չվերկացավ։ Չնայած Տերյանին խնամում էին մի քանի բժիշկներ, բայց բանաստեղծի վիճակը գնալով վատանում էր։ Բժշկական վերջին խորհրդակցությունից հետո բժիշկները հայտնում են, որ այլևս ոչինչ անել չեն կարող։ Բանաստեղծի կյանքի վերջին օրերի մասին Անահիտը գրում է. Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը բնավ չքվեց, ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, խնդրեց ինձ տրորել, նստեցի կողքին, այդ ժամանակ նա շատ հանգիստ էր, արցունքները գլոր թափվում էին այտերիցս, նկատելով այդ, խնդրեց լաց չլինել, ապա հարցրեց, ինչ ես կարծում, ում է դժվար, նրան, ով մեռնում է, թե մերձավորներին, որ ողջ են մնում։ Այլևս ոչինչ չէր կարողանում ընդունել, նույնիսկ դժվարությամբ էր խոսում։ Թափառող հայացքով օդում կարծես ինչ-որ բան էր փնտրում։ Հանկարծ մի փոքր բարձրացավ անկողնուց և ուր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ, ասաց ու փակեց աչքերը։ Ամեն վարկյան սիրով կտում, ասում եմ ես, մնաս բարով, բոր բարևին, իմ բոր պսրտում, ասում եմ ես, մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց, չար ու բարի, հոսողներից չար ու արդում, ասում եմ ես, մնաք բարով, ասում եմ ես, ընկերերիս մոտ ու հեռու, տանջված ու որ պատամորթում, ասում եմ ես, մնաս բարով, ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին, մանուկներին վար խլրտում, ասում եմ ես, մնաք բարով, գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու, բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով։ Տերյանում թաղում են Օրենբուրգում։ Սակավարտի թաղումից 2 ամիս անց միայն Հայաստանում իմանում են պոետի վարչանի մասին։ Մշակ թերթի վերջին տեղեկություններ բաժնում,
ամենը մեկ նախադասությամբ հայտնվում է նրա մահվան մասին լուրը։ Հաստատակցությունից հայտնում են, որ բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է։ 1940 թվականին դրականագետ Սաքո Սուքասյանի ջանքերով Օրենբուրգի այն տան պատին, որտեղ կյանքի վերջին օրերն էր անցկացրել Տերյանը, մարմարե ցուցանակ են թաքցնում ռուսերեն և հայերեն գրառմամբ։ Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը։ Գերեզմանի տեղը գրականագետը չի կարողացել գտնել։ Ոչ ոք չէ հիշում կոնկրետ վայրը։ Այստեղ էլ մարգարեական է դառնում Տերյանի դեռևս 1904 թվականին գրած բանաստեղծությունը։ Իմ գերեզմանին դուք չմոտենաք, հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուկ, հանկարծ կդառնի ջերմ լալու փափակ, սիրտս չի գտնի ոչ մի արտասուք, իմ գերեզման լինի հեռվում, ուր մահացել է շշուկ, երգ ու ձայն, շուրջս թողտի ամաք լռություն, թող ինձ չհիշեն, թող ինձ մոռանան, իմ գերեզմանին դուք չմոտենաք, թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած, թողեք, որ լինեն հեռավոր, մենակ, չզգամ, որ կա երգ և ցնորք և մահ։ Ոչ ծաղրացուց վարճասեր, ոչ խոսքերի բանավարպետ, կոչված ես դու վերին կամքով, որպես պայծառ վրաստեր։ Դու մարգարե պիտի լինես, խաչակիր ու մարտիրոս, խարույկ ու խաչ պիտի ելնես, ոչ իբրև ստրուկ, այլ հերոս։ Խոսքդ պիտի լինի դաշյուն, սիրտդ կրակ ահաբոш, պիտի լինես հենց որպես ով, վեհանձը որպես թագավոր։ Պիտի բանաս սիրտդ բորբոք ամեն սրտի դեմ, պիտի լինես միշտ հրահրում և միշտ լուսեղեն։ Եվ սնոտի օրերի մեջ պիտի վարվես որպես ջան, որպես բարիք ընդունես միշտ տանջանք և մահ։ 1964 թվականին Օրենբուրգի քաղաքային իշխանությունը Երևանից Օրենբուրգ է հրավիրում Վահան Տերյանի դստեր Նվարդ Տերյանին։ Նվարդը նախկին գերեզմանի տարածքից հող է վերցնում ու բերում Հայաստան, ինչն էլ Պանտեոնում դառնում է հիմքը բանաստեղծի շիրիմի համար։ Թերևս այս կերպ Տերյանը մոտենում է և մեզ, և հոգևոր Հայաստանի սրտին։ Թեթև արվեստն եմ խնդում, իսկ կյանքս այնպես դժվարին էր, այնպես միշտ անոք ու լռին էր, այնպես միշտ մոլար ու անդուն, հոգին պայծառ մի տենդում պարզված էր, անհուն աշխարհին էր, հավատս այնպես միշտ խորին էր, այնպես անախոտ ու խնդում։
արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու, ուզեները երգը քո արդեն հիմա, բայց զգում է սիրտս, որ նորից կգաս դու, երբ իջի գիշերը ու անձերը կլան, երբ իջի գիշերը ու անցած ուշերը, անցածի փշերը դառնում են խոցեն, որ մենակ կգաս դու և կերքես քո սերը, որ վերջին մեր սերն աշխարհում գուցե, որ մենակ կգաս դու և նորից քո երգը կվառե սրտում մեր կարոտանք ու սեր, անարև սրտում մեր կվառե քո երգը, երազներ անմար ու ցնորքներ լուսեն, և նորից կզգանք, որ մեր սրտին դու մոտ ես, մորմուքող հրիպ ես, մեր հիվանդարյան, որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է, օ հեռու ընկեր, օ Վահան Բերյան։ Շնորհակալություն եմ հայտնում մեր դպրոցի շնորհալի աշակերտներին, մեր սիրելի շրջանավարտ Միլենա Հայրապետյանին, շնորհակալություն եմ հայտնում Նաիրի պարային համույթին, գեղարվեստական ղեկավար Անահիտ Հարությունյան, շնորհակալություն իմ սիրելի գործընկերներին Տաթև Գևորգյան, Կարինե Ղուկասյան, Սյուզան Աղաբեկյան և իհարկե շնորհակալություն ձեզ, սիրելի հանդիսատեսներ, որ այս 1.5 ժամը անցկացրիք մեզ հետ Վահան Տերյանի չքնաղ պոեզիայի աշխարհում։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։